Հարգելի գործընկերներ, նախքան բուն ելույթից անցնելը մի փոքր դիտարկում եմ ուզում անել, որը շատ կարևոր է ոչ միայն զեկուցողի համար, այլ նաև մյուս պաշտոնատար անձանց այս շենքում աշխատող ուզում եմ հիշեցնել լեզվի մասին օրենքը եւ ընդգծել, որ անընդունելի է, երբ դուք զեկուցում եք նախագիծ օգտագործել օտարերկրյա բառեր, երբ կան հայերեն բառեր, այսպես դոմեյնի փոխարեն ոլորտ, մասոնի փոխարեն այլ բան, ելույթներում, հարցերում, պատասխաններում, արձագանքներում այդ ազատությունը կա, բայց այստեղից պաշտոնյան, որը զեկուցում է, պարտավոր է առաջին հերթին հարգել մայրենին։ Սա մեկ, երկրորդը անկեղծ ասած լսում էի զեկույցը եւ այդ վերջի զեղումները լիրիկական, ինչը բնորոշ է բավականին վերջին շրջանի պաշտոնյաներին, այդ շնորհակալությունները ինքներդ ձեզ, ծափերը ինքներդ ձեզ, հպարտությունները ինքներդ ձեր համար կլինի թողնեք ձեր շնորհակալությունը ասեն քաղաքացիները, գնահատականը տան քաղաքացիները, դա տգեղ է եւ հիշեցնում է սովետի ժամանակվա պոլիտբյուրոն մի քիչ, հա, կարծում եմ, որ անտեղի է դա անելը եւ խնդրում եմ մի արեք տհաճ է, իսկապես տհաճ է։ Հաշվետվողականության մասով, եթե Երևանի ավագանուն ներկայացվում է հաշվետվողականություն իրենից ներկայացնող փաստաթուղթ, ապա այդ փաստաթուղթում պետք է ամեն ինչ գրված լինի ըստ թվերի, ըստ տեսակների, որպեսզի ավագանու անդամները հնարավորություն ունենան ստուգեն, համադրեն եւ կարողանան հետեւություններ անել, թե որքանով է դա այդպես։ Այնինչ մենք լսեցինք եւ կարդացել ենք, դա հաշվետվողականություն չէ, դա կենաց է, դա ինքնագովազդ է ընդ անհիմն, որովհետեւ հաշվետվողականության իրական խնդիր ԿՊ-ն ինչպես ուներ, այդպես էլ ունի եւ դրա վառ վկայությունն է, օրինակ ավագանու անդամների դիմումների տրվող պատասխանները, երբ հարցնում ես խնձորի մասին, պատասխանում են տանձի մասին, իսկ վերջին պատասխանելուց նույնիսկ պարզվեց, որ ավտոբուսի տեսախցիկի արձանագրածը այ հենց իմ խնդրածը տեխնիկական պատճառներով գոյություն չունի այլևս, չգիտես ինչու, վերացել է եւ չի ստացվել, դա խոսում է հենց հաշվետվողականության մասին։ Այստեղ խոսք գնաց կանաչապատման եւ աղբի մշակման մասին եւ համարձակվեցին համեմատել Հայկ Մարությանի ժամանակի հետ, այստեղ հիշեցնեմ ձեզ, որ Հայկ Մարությանը այն քաղաքապետն էր, որը ոչ թե երևանցիներին էր գրփում, ինչպես դուք եք անում, այլ եվրոպական միլիոնավոր եվրոների գրանտ բերեց, ոչ թե պետական պարտք ստեղծեց, ոնց ԿՊ-ն է անում, գրանտ բերեց, որի շնորհիվ մենք պետք է աղբի մշակմամբ զբաղվեինք եւ ունենայինք հաջողություններ։ Սակայն Մարությանի հրաժարականից հետո այս ոլորտում առաջընթաց չունենք։ Որպես աղբանության ոլորտում ձեռքբերում նշեցիք, որ մեքենաներ են ձեռքբերվել, իդեպ մեքենաների մի մասն է ձեռք եք բերել կամազներ, որոնք այդ ձեր ուժը այստեղ քննադատում էր Հայկ Մարությանին, այսինքն ստացվում է քննադատում եք մի բան, բայց հետո նույնիսկ գնում եք, դուք չուզող չեք այս քաղաքի համար, հարցը չի առաջանում։ Եվ ամենակարևորը մենք չենք կարող մոռանալ, որ Երևանը այս ընթացքում կրկին աղբի ճգնաժամ ունեցավ։ Եվ հենց այդ ժամանակ էր, որ իշխող ուժը ջանասիրաբար ամբողջ մեղքը գցում էր կամազների վրա, մենք հիշում ենք, որովհետև նաև լրագրողներն են լուսաբանել այդ ընթացքում, այս պահին էլ Երևանի աղբահանությունը հեռու է այն մակարդակից, որը կար Հայկ Մարությանի ժամանակ, երբ ստեղծվեց ՀՕԱԿ-ը եւ շատ արագ ներդրվեց ամբողջ համակարգը։ Այստեղ նաև ավելացնեմ, որ քաղաքացիներից բազմաթիվ բողոքներ ունեն վերջին ամսվա ընթացքում առնետների հետ կապված։ Ես գիտեմ, որ դա համատիրության տիրույթ է, բայց քաղաքապետարանը պետք է մի բան անի, որովհետեւ շատ են բողոքները։ Եվ սա ինչի մասին է խոսում, աղբահանության եւ սանմաքրման թերացման։ Ես խնդրում եմ մյուս անգամ հաշվետվողականություն բառը ասելիս մի հատ ուսումնասիրեք դա ինչ է եւ պահանջում եմ, որ իմ նաեւ դիմումների պատասխանները միշտ համընկնեն այն հարցադրման հետ, որը ես տվել եմ, ոչ թե ինձ հեքիաթներ գրեն կամ նշեն տվյալներ չկան։ Խնդիրը կա, խնդիրը մնում է թե հաշվետվողականության, թե թափանցիկության մասով լուրջ խնդիր ունի այս իշխող ուժը եւ դա նորություն չէ եւ այդ արատավոր ոճը շարունակվում է։ Տիկին Աբգարյան, սիրելի քաղաքացիներ, հիշեցնեմ, որ նախորդ տարի քաղաքապետարանի կողմից ձեռք բերված մեքենաներից 15 մեքենաներից 7-ը հովը մակնիշ չեն, այս տարի մենք նախատեսում ենք եւս 15 մեքենա,
Volvo մակնիշի, ինչպես նաև 12 կերչեր մակնիշի փոշեկուլ մեքենաներ ենք ձեռք բերել, այսինքն այնպես չէ, որ Տիկին Աբգարյան մենք շարունակում ենք կամաց ձեռք բերելը, պարոն Գրիգորյան, համեցեք։ Շնորհակալություն Տիկին Աբգարյան, ինձ թվում է շատ արհեստական էր այդ ձեր մեկնաբանությունը լեզվի մասը, որտեղ բոլորս էլ կարող ենք պայտակ ինչ-որ բառ չհիշել, բայց եթե այտենց հայոց լեզվի անաղարտության ջատակով եք, բառերը օտարերկրյա չեն լինում, օտարալեզու են լինում, օտարերկրյա լինում են այցերը օրինակ։ Իսկ ինչ վերաբերվում է մնացածին, ձեզ ասեմ, որ եթե դուք էլի ուզում եք Հայկ Մարությանի պաշտոնավարման ժամանակահատվածը հիշեք, ասեմ, որ Հայկ Մարությանի պաշտոնավարման ժամանակահատվածում այդ ձեր հարցումը կոնկրետ տեսախցիկի մասով առասարակ անիմաստ կլիներ, որտեղ իր ժամանակ այդ տեսախցիկները կային, բայց դրանց հասանելի ապահովված չէր եւ ոչ մի բան չէր տեսա գրվում, որ մի հատ էլ ձեզ կարողանային տրամադրեին կամ չտրամադրեին on-line, այսինքն տեսագրվում էին, բայց on-line հասանելիություն չկար ավելի ճիշտ, եւ ձեզ ասեմ, որ այո, ցավոք սրտի շատ տեսախցիկներ, քանի որ երկար չեն շահագործվել, չեն սպասարկվել եւ դրանց տեխնիկական վիճակին չեն հետեւել, այս պահին անսարք են եւ մենք դրանք սարքին վիճակին բերելու ուղղությամբ աշխատանք ենք կատարում եւ որից միտում ինչ որ հատուկ տեսագրություն ձեզ չտրամադրելու չկա, իհարկե պետք է ուսումնասիրել առասարակ ինչքանով թույլատրելի է այդ տեսագրության տրամադրումը, որտեղ դա անձնական տվյալներ պարունակող տեսանյութեր են, չեմ ասում չի կարելի, բայց պետք է նայել, բայց վստահ եղեք, որից է միտում ինչ-որ թաքցնելու կոնկրետ բան չկա, շնորհակալություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։